Ինչ է թուղթուգիրը։ Ժողովրդական հավատալիքներ ավելի շատ, բայց եթե հոգևոր իմաստով նայենք, կախարդություն կամ գուշակություն։ Հնում մարդիկ, երբ որ չէին պատկերացնում որոշակի հիվանդությունների իրադարձություններ, փորձում էին աներևակայել, անտեսն ինչ որ ուժերի վերագրել այդ ամեն ինչը եւ ասել, որ նրանց միջոցով է այդ ամենը եղել։ Կարճ ասած, կախարդությամբ որևէ մեկին ցավ պատճառել, դժբախտություն պատճառել կամ փորձել զգուշանալ վերահաս վտանգներից։ Ինչ են անում մարդիկ, թղթի վրա վերցնում էին, ինչ որ տողեր էին գրում կամ բառեր էին գրում, տալիս են այդ մարդուն իրենց տաններ դնում կամ հողի մեջ էին թաղում, որպեսզի այդ ուժի միջոցով, որ իրենց համար մարդկային մեր հասկացողության համար անհասկանալ էր, այդ երևույթները չքանան կամ վերանան։ Կամ օրինակ, եթե մեկն ուզում էր, որ որևէ մեկ իրեն սիրի, գնում են նման մարդու մոտ, որպեսզի ինչ որ բան գրի, որ տղայի սիրտը կարողանա շահի կամ աղջկա սիրտը շահի կամ գործերին հաջողություններ բերի։ Բայց իրականում ինքը դա կախարդություն է եւ Հովան Ոսկեբերան, մեր հայրապետներից մեկը, ասում է, որ աշխարհը վհուկների, կախարդների, թուղթուգիրանողների պատճառով սատանայի իշխանության տակ դրվեց եւ շատ շատերը մոլորության մեջ հայտնվեցին։ Հովան Մանդակունին ասում է, որ կախարդների պատճառով, այսինքն իրենք ավելի վտանգավոր են, քան դևերը, որտեղ դևերը Աստծուն չեն ընդունում, հակառակն են գործում, բայց սրանք ասում են, որ իրենք Աստծուն հավատում են, բայց Աստծուն հակառակ գործեր են անում։ Դրա համար այսպես մարդկանց գործելավոճը սատանայի իշխանության ներքո չարին ծառայելն է, այսինքն դիմացի մարդուն չարություն անել եւ չարություն պատճառել։ Եվ նախ Սուրբ գրքի մեջ էլ ասում է, որ կախարդությամբ չզբաղվեք, հատկապես ասում է, նույնիսկ թռչունների թռիչքը նայելով գուշակություններ չանեք, որովհետեւ որևէ մեկը իրենք իրավունք էլ չունեն եւ չեն կարող, նույնիսկ Հովան Մանդակունի հայրապետի խոսքն ասում է, նրանք չեն կարող գուշակել ապագան, որովհետեւ իրենք արարածն են ոչ թե արարիչ։ Միայն արարչին է հատուկ ապագան ցույց տալ, տեսնել, եւ եթե իրենք այդ ամեն անում են, խաբում են մարդկանց մոլորության մեջ պահելու համար։ Եվ դրա համար շատ հաճախ մարդիկ թողնում են ճշմարտությունը, գնում են կեղծիքի հետևից, կեղծիքի միջոցով փորձելով իրենց երկավոր կյանքը կազմակերպել, փափուկ, խաղաղ, հանգիստ կյանք ունենալ։ Բայց քանի դու արդեն գնում ես, մտնում ես իր իշխանության տակ, ուրեմն ինքը քեզ թույլ չի տալ, որ դու խաղաղ ապրես։ Դրա համար շատ հաճախ մարդիկ իրենց նույնիսկ անկարողությունից դրդված փորձում են մարդկանց այդ միջոցով վատություն անել, թուղթուգիր անելով։ Նախանձն էլ կարող է պատճառ դառնալ, նաև հպարտությունը կարող է պատճառ դառնալ եւ բարկությունն էլ կարող է պատճառ դառնալ։ Ինչու՞։ Եթե այս երեք մեղքերը որ թվարկեցի, հպարտություն, նախանձ, բարկություն, իրենք իրար հետ շահկապված են։ Հպարտ մարդը ինչ անում, չի ուզում իրենից բացի այլ մարդկանց հաջողություններ տեսնել։ Բայց երբ որ տեսնում է, որ ինքը այսքան է աշխատում, դիմացին ավելի շատ աշխատելով նույն հարցունքն ունի, սկսում է նախանձել։ Նախանձ ինչ է նշանակում։ Նախ իմ անձը ամեն բան ուզում է, որ իրեն վերագրվի, իր անձին վերագրվի։ Այսինքն սատանան էլ չէ, տեսավ Աստծո փառքը, արուսյակը, ուզեց, որ նույն փառքը ինքն ունենա։ Հպարտության մեջ հայտնեց, որ ես էլ եմ Աստված ուզում։ Հետո որ տեսավ չէր կարող անել հասնել, սկսեց նախանձել, չարությամբ, ատելությամբ լցվեց, իսկ նախանձը մարդուն ինչ է բերում։ Բարկություն։ Իսկ բարկության ժամանակ մարդը հաշվետու չի իր արարքներին։ Այսինքն բարկության ժամանակ մարդը կորցնում է իրականությունը սթափ դատել, սթափ գնահատել եւ այդ պահին բարկության ժամանակ մարդը ամեն տեսակ բամբասանքել կարող է ասել, սուտել կարող խոսել, կեղծ լուրեր տարածել եւ վերջապես կախարդության միջոցով փորձել այս մարդուն վատություն անել։ Այսինքն գնամ թուղթուգիրանողի մոտ, այս մարդուն կապել տամ, որպեսզի մարդը հաջողության չհասնի։ Սատանայի իշխանություն օգտագործեմ Աստծո պատկերով ստեղծած մարդուն նվաստացնելու եւ զրկել այն ամենից, ինչ որ ինքը ունի։ Դրա համար հպարտությունը, նախանձը, բարկությունը 7 մահացու մեղքերից առաջին 3-ն է։ Եվ այս մեղքերը որ կա մարդու մեջ, ինքը ընդունակ է ամեն միջոցի։ Դրա համար երբ որ մեկ ասում է Աստծուն չեմ հավատում, ինքը բացահայտ ասում է, որ Տիրոջ չի հավատում, դևերն էլ նույնն են անում։ Բայց ինչով է թուղթուգիրանող եւ այն մարդ, որ գնում է նրա մոտ տարբերվում, որովհետեւ սրանք գիտակցաբար Աստծո անունը օգտագործելով են անում եւ նշանակում որ Աստծո դեմ են դուրս գալիս, թե գնացողը, թե անողը, երկուսն էլ Աստծո դեմ պատերազմող են։ Նշանակում է դու միանում ես սատանայի բանակին, սատանայի զորքերի հետ դուրս ես գալիս Աստծո դեմ պայքարելով Աստծո հետ մենամարտել։ Եվ սա նշանակում է որ այսպիսի մարդը չի կարող Աստծո համար ընդունել եւ հաճելի լինել։
Դրա համար մարդը շատ զգուշ պիտի լինի, որպեսզի իր բարկության ժամանակ կամ նախանձի հպարտության այդ մեղքի մեջ չանի այնպիսի արարք, որ նախ դիմացինին կորստյան մատնի, հետո այդ ամբողջ վերադառնա իրեն։ Որտեւ ինչ որ դու անում ես, նույնը պիտի վերադառնա քեզ։ Դրա համար նաև Դավիթ մարգարեն ասում է թող ձեր բարկության վրա արևը մայր չմտնի։ Այսինքն ինչ որ կանես, մի պահ հանգստացիր, հետո սթափ ուղեղով մտածիր, դու որտեղից սկսվեց, ինչու սկսեց եւ վերջապես ո՞րն է քո նպատակը։ Լավ, այս մարդուն ցավ վաճառեցինք, այս մարդու դեմ կախարդություն արեցինք, այս մարդու դեմ վատ մտածումներ ունենք։ Ինչ ենք շահում ենք հետո, չէ՞ որ դու քո արարքները փոխանցում ես նաև քո զավակների վրա։ Դրա համար Տերն ասում է թե մեկը իմ դեմ հանցանք գործի, մինչև 4-րդ սերունդը պատժված պիտի լինի, եթե բարիք գործի, մինչև 1000-րդ սերունդը օրհնված կլինի։ Այսինքն թեև երեխաները ծնողի արարքի համար պատասխանատու չեն, բայց ծնողի գործած մեղքի պատճառով իր երեխաների իր սերունդները զրկվում են Աստծո օրհնությունից։ Ուրեմն նաև այդ արարքով դու քո սերունդերին ես զրկում օրհնված կյանք ունենալուց։ Սատանան գիտի, որ իր իշխանությունը ժամանակավոր է։ Երբ որ Քրիստոս երկրորդ անգամ վերադառնա, Սատանայի ամբողջ իշխանությունը պիտի վերանա եւ այլևս ինքը անելիք չունի։ Եվ քանի որ իր ժամանակը սահմանափակ է, ինքն էլ փորձում է այդ ժամանակը օգտագործել, ինչքան հնարավոր է շատ մարդկանց կորստյան մատնել։ Դες որ մարդը գնում է թուղթ ու գերանողի մոտ, ինչ է սա առաջին հերթին, որ ինքը չի վստահում Աստծո զորության օգնության։ Այսինքն դու կասկածում ես, որ Աստված քեզ հետ է։ Հիսուս ինչ ասում, ես ձեզ հետ եմ ձեր կյանքի բոլոր օրերը մինչև աշխարհի վախճան։ Այսինքն չկա մեկ օր, մեկ ժամ, մեկ ակնթարթ, մեկ վայրկյան, որ Հիսուս մեր կյանքի մեջ ներկա չլինի։ Բայց մենք ծուլանում ենք աղոթել, խնդրել իրենց օգնություն, դրա փոխարեն գտնում ենք ավելի հեշտ տարբեր։ Գնանք մեկի մոտ, ով մի քանի դրամ վճարելով մեզ համար կասի, մեզ ինչ է սպասում, ինչ պիտի լինի։ Այս մենք նաև մարդիկ սիրում են այդ քաղցր ստով ապրել, մարդուն դուր է գալիս։ Սատանն էլ մարդուն այդ քաղցր ստերն է հրամցնում, որ արա, քո ընտանիքի համար ես անում, քո փառքի համար է պետք, քո բարեկեցիկ կյանքի համար է պետք, եւ իրեն բերում է ստրկացնել։ Մարդ արդեն չգիտի, որ ինքը ստրկացած վիճակում է։ Այսինքն դու գնում ես Սատանայի մոտ, ասում ես ինձ օգնիր։ Սատանան այդ պահին ինչ է ասում։ Խնդիր չունես։ Բայց ասում է շնորհակալություն պիտի հայտնես։ Ինչպես, ասում է հետո քեզ կասեմ, ինչպես շնորհակալություն հայտնես։ Հետո, երբ որ դու արդեն քեզ հասցնում ես քո ուզած դիրքին, փառքին, հետո ասում է գիտես, պիտի այս արարքը գործես։ Եվ ինքը արդեն քան որ վարժված է այս ամենին, ինքը նախընտրում այդ պայն իր հոգին վաճառել, քան իր փառքը կորցնել։ Ուրեմն այստեղ ամենամեծ վտանգն է։ Հոգիդ ինձ ես տալիս, ամեն ինչ քեզ եմ տալիս։ Եթե հրաժարվես հոգիդ տալուց, քո կյանքի դժոխքի պիտի վերածի։ Եվ որպեսզի մարդը նաև ապագայի հանդեպ կամ հավիտենական, այսպես ասեմ, հավիտենական կյանքի հանդեպ կատարել վստահություն մարդու չունի, հատկապես մեռելների հարության խորհուրդը շատ մարդկանց համար անհասկանալի է, մարդը փորձում է այդ ամենը օգտագործել այս ժամանակավոր կյանքի մեջ։ Եվ Սատանան ամեն միջոց օգտագործում, մեկին հոգատարությամբ, մեկին փառքի խոստումով, մեկին սիրաշահելով, մեկին կաշառելով։ Մարդու ցանկությունները գիտի Սատանան, թե մարդն ինչ ցանկություններ ունի, ինքը տալիս է այդ ցանկությունները, մեկ բան է, որ դու Աստծո դեմ պայքարես։ Ինչպես պետք է պայքարես։ Ինչպես դու կարող ես թշնամու բանակին հաղթել, եթե թշնամու բանակի մեջ գտնես դավաճաններ, չէ, դու կարող ես բոլոր ծրագրերն իմանալ, որտեղից պիտի հարձակվեն, քանի հոգով պիտի հարձակվեն, ինչպես են պաշտպանությունը կազմակերպել, դու հաղթանակ ես ստանում անակնկալ։ Նույնն էլ հոգևոր կյանքի մեջ է։ Ինքը գիտի, որ Աստծուն չի կարող հաղթել։ Անհնար է, որ Սատանան երբևէ հաղթել։ Հիսուս բոլոր ճակատամարտերը հաղթել է, այդ հաղթանակած զենքը հավատքի, հույսի, սիրո միջոցով տվել է մարդուն։ Բայց երբ որ մարդը հրաժարվում է այդ զենքից, գնում է այլ ճանապարհով, ինքը Աստծուն հաղթում է, ցավ է պատճառում, այսինքն ճակերտավոր ասեմ, հաղթում է յուրաքանչյուր կորսված մարդու միջոցով։ Այսինքն ամեն կորսված մարդ մեծ ցավ է Աստծո համար։ Պարտություն է հոգևոր դաշնոր։ Այս մարդն էլ Աստծո պատկերն ու նմանություն ուներ, մկրտված էր, Աստծո կնիքն ուներ, սուրբ հաղորդություն էր ստանում, սուրբ գիրք էր կարդում, բայց գերադասեց թուղթ ու գրի, այսինքն կախարդության միջոցով հասկանալ այս երկրավոր կյանքում իրեն ինչ է սպասում։ Եվ ամենամեծ ցավը դա է, որ մեկ հոգի կորսվում է այս երկրի վրա ծառայելով Սատանային կամ սատանական ուժերին։ Արդեն կապ չունի ով է այդ մարդը։ Եթե ինքը ասում է քրիստոնյա եմ, բարեպաշտ եմ ու գնում է այս քայլին, ինքը արդեն եւ ինքն է պարտվում եւ հնարավորություն է տալիս Սատանային չարախնդալու մեր հավատքի, մեր սրբության եւ նահատկապես Քրիստոսի զոհաբերությունը զորոյացնելու համար։ Ինչ է սպասվում թուղթուգիր անողին։
Եթե զղջում ունենա կատարյալ, հրաժարվի թուղթ ու գիրանողի իր այդ չար գործունեությունից, բնականաբար կփրկվի։ Այսինքն ցանկացած մարդու համար մինչև իր կյանքի վերջին վայրկյանը ապաշխարության դուռը բաց է։ Տերը երբեք ապաշխարության դուռը չի փակում մարդու համար։ Բայց եթե մարդ մինչև վերջ մնա իր չար գործունեության մեջ, այսինքն ինչ է անում սա։ Ինքը մարդկանց մոլորության է տանում։ Մարդկանց մոլորեցնում է, սուտ խոստումներ տալով, խաբելով։ Ես հիշում եմ տարիներ առաջ դեպք ունեցանք, որ գնացել էին կողքի քաղաք թուղթ ու գիրանողի մոտ, որ տեսնեն ինչ կյանք իրեն սպասում։ Նա խոստացել որ հարսանիք պիտի լինի, երջանիկ կյանք պիտի ունենաս, ճանապարհին վերադարձին ավտովթար եղավ եւ երկու երեխան էլ մահացան։ Նրանց ում որ խոստացել էր երջանիկ կյանք։ Երկու երեխան մահացան եւ մայր հիմա այսօր մենակ է ապրում։ Տեսեք, ամենապարզ բանը չգիտի, սատանան մեր անցյալը գիտի։ Թուղթ ու գիրանողի մոտ եթե երբևէ մեկը եղել է, ինքը գիտի, որ նրանք խոսում են քո անցյալից։ Քո ամենաթաքնված մեղքերն էլ կարող են քո երեսին ասել, դու ամանչել թես մարդը որտեղից գիտի, որտեղ սատանան մեր անցյալը անգիր գիտի, նույնիսկ այն ինչ որ մենք մոռացել ենք, չենք էլ հիշում, ինքը կարող է քեզ հիշեցնել, որտեղ նրանց կապը չարի հետ է, չարի իշխանության միջոցով։ Բայց քո վաղվա օրվա մասին որևէ թուղթ ու գիրանող, գուշակող, կախարդություն անող մարդ չի կարող ասել, քեզ ինչ է սպասվում, որտեղ դա միայն Աստծուն է հայտնի, թե ինչ է սպասվում քեզ։ Իսկ երբ որ դու գնում ես նրա մոտ, նաև դու նրանից քեզ կախվածության մեջ ես դնում։ Երբ որ երկրորդ անգամ դու նորից խնդիր ունեցար, նորից պիտի վազես նրա մոտ։ Իսկ այս մարդը բազում մարդկանց մոլորեցնելով տանում է դժոխքի ճանապարհով, ինքն էլ նրանց հետ պիտի գնա հետո այնտեղ։ Այսինքն այս մարդը այլևս փրկություն չունենալու։ Եվ եթե ուզենա փրկվել, դա մի անգամից հրաժարվել քո չար գործերից, քո չար սովորություններից, դառնալ Աստված եւ ապաշխարության կյանք ապրել։ Եթե նույնիսկ գան ստիպեն էլ համոզեն էլ չպիտի անես։ Այդ թագավորած գրքի մեջ Սավուխը, չէ, թագավոր Աստծո ընտրյալն որ ինքը թագավոր պիտի լիներ, ինչ արեց դիմեց կախարդին, որպեսզի նա էշերը որտեղ են կորել։ Դիմեց կախարդին, ինքն իմանալով որ դա մեղք է, դիմեց։ Այբ որ դու դիմում ես սատանային, ոնց որ արդեն իրեն հնարավորություն ես տալիս քո կյանք թեր թափանցել, քո կյանքը կառավարել։ Եվ ինքը հոբացայի չի գործում, ինքը գործում այն մարդկանց միջոցով, ովքեր թաքուն իրեն են ծառայում։ Թուղթ ու գիրանողները, մոմ թափողները, կախարդությամբ զբաղվողները ինչ են անում։ Իրենց սենյակները ամբողջությամբ պատկերված են Քրիստոսի նկարներով, խաչեր են կախված, ցույց տալու համար այս խաբկանք, որ մենք Քրիստոսով ենք անում։ Բայց Քրիստոս թույլ չի տալիս այդպիսի բան անել։ Այսինքն Քրիստոսի անունը նաև օգտագործելով քո նպատակը չար է, նշանակում է դու նաև դրա համար պիտի դատապարտվես, որ Աստծո անունը զուր տեղը տվել ես, Աստծո անունը շահարկել ես եւ Աստծո անունով իբրև բարիք ես գործում, բայց իրականում մարդկանց հոգիներն ես գողացել եւ հոգեսպան ես, իսկ հոգեսպանը չի կարող երկնքի արքայության մեջ հայտնվել։ Նույնիսկ սուրճի բաժակն աղն է, որ ինձ թվում է թե դա անհեթեթ զբաղմունք է կամ ուղղակի զվարճալի զբաղմունք է, սա էլ է պատճառ, դու խաբում ես, այ 3 ամսից քեզ ճանապարհ է սպասում, 2 օրից քեզ լավ լուր պիտի գա, ատառ եմ տեսնում, գտառ եմ տեսնում, այսինքն խաբում ես դու մարդուն։ Քաղցր սուտ ես տալիս, թմրեցնում ես նրա հոգևոր զգացողությունը եւ այս մարդուն դարձնում ես գերի քեզ համար եւ սատանայի ծառա ես դարձնում։ Իսկ այդ ճանապարհը բռնած մարդու համար շատ դժվար է պիտի հետո հետ վերադառնա։ Մենք գործ կառաքելոցում այդպես օրինակ ունենք, որ Սիմոն Մոգը որ կար, դրա համար նաև մենք ովքեր որ կաշառքով ուզում են նման իշխանություն, սիմոնականություն ենք ասում։ Ինչ ասում, երբ որ տեսա, որ բոլոր տեսակի դևերը հնազանդվում են առաքյալներին, եկավ ասաց ես էլ եմ ուզում եւ գումար առաջարկեց։ Հետո որ առաքյալները մերժեցին, ինքը փորձեց անել եւ դեվ ինչ ասում Հիսուս Քրիստոսին ճանաչում եմ, Պողոսին էլ եմ ճանաչում, բայց դու ով ես ու հարցնում եմ դեմը Սիմոնի վրա սպանեց նրան։ Այսինքն եթե դու կատարյալ հնազանդությամբ չենթարկվես դևերի կամ սատանայի իշխանությանը, ինքը նա քեզ հետո պիտի սպանի։ Ինչպես որ դավաճանին օգտագործում հետո դեն են նետում, այնպես էլ կախարդությամբ, բուժշակությամբ զբաղվող մարդկանց պիտի օգտագործի չար հետո դեն պիտի նետի, այսինքն նրան ոչ մի վարձ չունի, ոչ այս երկրի վրա, ոչ էլ հավիտենական կյանքի։ Նպատակը ինչ է, գումար վաստակել։ Գումարի համար հոգիդ գրավ դնել սատանայի մոտ, որոշակի գումար վաստակել չարժե։ Իսկ մեր կյանքը այնքան կարճ է, որ չարժե դրա համար դու կորցնես քո հավիտենական կյանքը։ Եվ քանի որ մենք աշխարհիկ մարդիկս էլ շատ հաճախ միայն այս աշխարհի երկրավոր կյանքի ապագայով ենք մտահոգված, թե ինչպես տուն ունենանք, այս անենք, այն անենք, մարդիկ այս գերադասում են հավիտենականը կործանում են։ Տարիներ առաջ հետարքի մի դեպք պատմեմ,
շուկա է մտել, հանկարծ մեկին մոտեցավ, ասաց, «Բա ինչ լավ է, որ ձեզ տեսա, որ տեսավ հոգևորական ենք»։ Ասաց, «Կարող եմ գնալ Ռիտա Մարգարեի մոտ»։ Լսել եմ, որ ինքը շատ մեծ հրաշքներ, բժշկություններ է գործում, ասել, «Լավ, համարը հասցեն կտակ, մենք գնանք»։ Գնացինք, դուռը ծեծեցինք, բացեց մեկին, մեզ որ տեսավ սքեմով, միանգամից ինչ ասաց, գիտեք չէ ինչքան հոգևորականներ են գալիս իմ մոտ իմանալու թե, ասինք հա, որ սատանայի քայլը միանգամ գիտեք, հետո գիտեք ինչքան падգամավորներ են գալիս, ինչքան մեծահարուստներ գործը սկսենք, տեխնացությունս դնեմ, падգամավոր կդառնամ թե չէ, այսքան գումար որ ծախսեմ, վերջը լսեցինք, ասինք կարող ենք տեսնել ինչ ես անում։ Այդ պահին մի հիվանդ էին բերել իբրև, նստեց ձեռքը դրեց վրան, աղոտ քարեց մի քանի րոպե ինչ որ իր ասած բառերով, ասես գնա, ես ինչ օրը կգաս, գրանցեց, գումարը վերցրեց, հարցրեցի, ինչ արեցիր։ Ասես դե ձեռքս դրեցիր գլխի վրա, հոգիս մտավ իր մեջ, իր հիվանդ տեղը տեսավ, հրաման տվեց բժշկելու, հետ վերադարձ։ Ասեմ հիմա սկսենք այստեղից, ամենամեծ սուտը, եթե հոգիդ քո մեջից դուրս գար, դու մտի մեռած լինեիր, դու չէիր կարող նրա վրա աղոթել։ Եվ հետո դուրս ենք եկել, մարդկանց եմ հարցնում, ինչը քեզ բերեց այստեղ։ Դե ասում է տղաս կակազում էր, ամեն տեղ գնացել եմ, վերջին հույսը սա էր։ Հասկացա, այսինքն մարդու վերջին հույսը ոչ թե Աստված էր, ոչ թե Տիրոջ ողորմությունն էր, այլ այս մարդն էր։ Այսինքն նաև դու քո հույսը Աստծո փոխարեն կապում ես մարդու հետ։ Մեկ ուրիշ դեպք էլ, մի օր էլի այդպես գնացի, բայց որ հոգևորական չեմ, տեսնեմ այս մեկը ինչով է զբաղվում։ Հենց որ մենք ներս մտանք, ինձ թեքվեց այդ կինն ասաց, գիտես, դու սպասիր ինձ այդ հաղորդմանը նամակ ես գրել, 3 ամսից պատասխան, ճիշտ էր ասում, նման դեպք կար։ Հետո նստեցինք, ինքը սկսեց Աստծոց խոսել, հենց կարտերը հանեց, այսպես քարտերը գցեց, ու ես իր դեմ աղոթում եմ, որ տեսնեմ սրա ճիշտ է թե սխալ է, մեկ էլ հենց աչքերը շրջեց, կինը տղամարդու ձայնով ասես դու դուրս արի, դու եկել ես ինձ խայտարական, դու չես եկել ինձ հավատալու։ Այսինքն նույնիսկ դևը մեջի գործող հասկացա, որ դիմացի մարդը իրեն չի վստահում, իր դեմ աղոթում, ասես դուրս արի, դու չես եկել, դու եկել ես ինձ խայտարակ անել։ Այսինքն դևը նաև գիտի ով ինչ հոգով, ինչ մտադրությամբ է գալիս եւ նաև գիտի ինչ ես ուզում լսել։ Դրա համար Պողոս Արաքելն ասում է կգա ժամանակ, որ մարդիկ կգնան այնպիսի, մարդկանց այնպիսի քարոզիչներ կգնան, հենց ականջներին հաճելի խոսքեր խոսեն։ Այսինքն հաճելի բան ես ուզում լսել, արի մոտ քեզ կասեն, որ լավ է լինելու, հարստանալու ես, փառք ես ունենալու ես, գործը քոնն է լինելու, լավ կին ես ունենալու, այս սրանով դու գնում ես մարդու մոտ, մարդը քեզ խաբում է, հետո որ դժբախտության ես հանդում ես ամենը չի լինում, շատ հաճախ ինչ են անում մարդիկ, ինքնասպանություն են գործում։ Ավելի մեծ հանցանքի, աներելի մեղքի մեջ են հայտնվում։ Դրա համար շատ զգուշպիտներ նման մարդկանց հետ շփվել, ինչ է ասում Տերը, ասում անգամ դրանց բարև մի տվեք։ Այսինքն նույնիսկ բարև տալ, քո տունն ներս թողնելն էլ արդեն քո տունն էլ ես վտանգում մեղքի տակ գցելու համար։ Իսկ այդ մարդիկ, որ թուղթ ու գիր են անում, որն է մարդու ամենամեծ պաշտպանություն, աղոթքը եւ հատկապես Սուրբ Ծննդից եւ Սուրբ Հարությունից հետո տնօրհնեքի արարողությունը, երբ որ քահանան գալիս է, մարդու տունը օրհնում է եւ ամեն տեսակ չարից, փորձանքից այդ տունը պաշտպանում է։ Ինչքան էլ թուղթ ու գիր այնտեղ դրված լինի, այդ չար զորությունը, կախարդությունը չի կարող քո տանը վնաս պատճառել, որովհետեւ արդեն Տիրոջ օրհնությամբ չարի ուժը մարված է եւ պարտված է։ Երբ որ Հիսուս 40 օր անապատում ծոմ պահեց, ինչ արեց սատանան, այդ հոգատարության մոտեցավ, ասաց Հիսուս, ասա թող քարերը հաց դառնան, կեր։ Ցույց է որ սոված ես, ասա թող քարերը հաց դառնան։ Եվ Հիսուսը որ միայն Աստծո խոսքով մարդի ապրի, ոչ թե նաև կորոնչական կերակրով։ Հետո տարավ ասաց, այստեղ գրված է Սուրբ գրքի մեջ, նաև Սուրբ գրքով է խոսում սատանան, այսինքն սատանան մեզանից լավ Սուրբ գիր գիտի ինչ է գրված եւ այդ Սուրբ գրքի մեջ բերումներով կարող է նաև քեզ գրավել։ Ասում է գրված է քո մասին, քեզ ցած նետի, որովհետեւ քո ոտքը չպիտի կպնի։ Ինչ ասում, մի փորձիր քո Տեր Աստծուն։ Երբ որ դու գնում ես այնտեղ, դու փորձում ես քո Տեր Աստծուն։ Փորձության ես քեզ ենթարկում։ Ուրեմն հետո ինչ է, երբ որ սատանան պարտվեց Հիսուսին, ինչ է ասում Ղուկաս ավետարանը, ասում է որոշակի ժամանակով հեռացավ Հիսուսից, այսինքն գնաց նոր ծրագիր մոգոնելու։ Հիմա, երբ որ մարդը հոգևոր կյանք է ապրում, երբ որ դու մեղքի մեջ ես, այսպես ասենք, երբ որ դու մեղքի մեջ ես, ունեք հարբեցող ես, թմրամոլ ես, խաղամոլ ես, չգիտեմ, հազար ու մի մեղքերի մեջ ես, ինքը քո հետ գործ չունի։
դու իրենն ես։ Այ որ պահին, որ դու փորձեցիր իր իշխանության տակից դուրս գալ հրաժարվել այդ մեղքերից, իր փորձությունները, իր հալածանքը ինքը կրկնակի շատացնում է քո վրա։ Եվ դա անում է քո ամենամտերիմ մարդկանց միջոցով, ընկերների, հարազատների միջոցով։ Այսինքն սատանան ինքը իր տեսքով բացեց չի գալու քո կողքը կանգնի ասարի գնանք այս մեղքերը գործենք։ Ինքը բերել է քո ընկերոջ ասի չգնանք այսօր խմենք, չգնանք այսօր խաղանք, չգնանք այսօր ցախ շնության մեղք գործենք։ Եվ մարդն էլ գնում է այդպես։ Նույն ձևով էլ տանում է այնտեղ։ Ուզում ես իմանաս վաղը քեզ ինչ է սպասում։ Ուզում ես իմանաս այս մարդը քո մասին ինչ է։ Արի գնանք այս ինչ մեկի մոտ լսել եմ, այս ինչ մեկը լավ բաներ է ասում, ճիշտ բաներ է ասում։ Այո, ճիշտ բաներ ասում է քո անցյալի մասին, նորից եմ գրում, քո անցյալի մասին, քո գալիքի մասին սատանան ոչ մի բան, ինքը չգիտի վաղ ինձ ինչ է սպասում, բայց ինքը գիտի երեք ինչ եմ արել։ Դրա համար ինքը քեզ խաբելով կապում է իրեն, դու արդեն իր կամակատարն ես։ Ամեն անգամ ոնց է երեխան, որ սոված եմ ծծկեր երեխան, լացում է որ մայր իմանա, քեզ լացել է տալիս, որ հիշեցնի ես այնտեղ եմ արի մոտ։ Եվ քեզ դեղել կտան, թուրմել կտան, էս կտան, սա խմի, սա սենց արա, այս ինչ տեղը գնա, այսպես բաներն արա, քո գործերը կբացվի։ Այս մեկ բառ կա, աղոթք։ Աղոթքով դու կարող ես այդ ամենը փոխել քո կյանքի մեջ եւ սпасել թե Տերը ինչ ունի քեզ հետ կապված, Տերը ինչ ծրագիր ունի քեզ հետ։ Եվ դու Տիրոջը դավաճանում ես, գնում ես այնտեղ, ինքն էլ քեզ օգտագործում է Տիրոջ դեմ փորձելով հաղթանակ տանել եւ ժամանակավոր քո այդ հաղթանակը հավիտենական պարտությանը վերածում։ Ինչ անենք, եթե տանից գտել ենք թուղթուգիր։ Ոնց ենք մենք գտնում տանից թուղթուգիր։ Ով է մեզ ասում որտեղ է դրված։ Մենք որոշակի նշաններ գիտենք, որ կամ տարբեր գույնի թելեր են կապված լինում, ասեղներ, մաս, թղթի մեջ փաթաթված կամ պատի մեջ դրած բմբուլները, հավի բմբուլի հետ կապված ինչ որ կամ ձեթի կամ յուղի մեջ են թաթախում։ Մենք որոշակի այդպիսի դեպքեր տեսել ենք, գիտենք։ Ոչ մի բան պետք չի անել։ Կամ շատ հաճախ մարդիկ երբեմն էլ գնում են թուղթուգիր անողների մոտ, որպեսզի տեսնեն իրենց տանը թուղթուգիր կա թե չկա։ Սա էլ երկրորդ մոլորություն ավելի վտանգ, այսինքն թուղթուգիր անողը ինքն է արել, դու նորից գնում ես իր մոտ, այսինքն այս ձևով էլ ինքը քեզ հետարկում բերել։ Օրինակ ես գիտեմ, որ ին վրա թուղթուգիր անողներ շատ կան, երբեմն գալիս եմ տեսնում եկեղեցու դռան առջև դրվածներ կան, կամ վերում են սենյակից մեջ բացում եմ, տեսնում եմ տարատեսակ ինչ որ բաներ գրություններ առած դրած է, կամ վերում են մոմակալի ավազի տակ են թաքցնում։ Տեսնում ես, շատ մարդիկ կան, որ եկեղեցի են գալիս, բայց չգիտես սատանան իրենց ինչ է ուղղորդել այդտեղ։ Չարություն կա, նախանց կա, ատելություն կա, վերջը հոգևորական ես, դու իրեն հակառակ ես խոսում, իրեն իր դեմ ես պայքարում, բայց ես երբեք չեմ անհանգստանում, որովհետև ես գիտեմ իմ Տերը Հիսուսը, ինձ պաշտպանող Հիսուսը։ Բայց եթե հանկարծ դու պատահաբար ինչ-որ մի բան գտնում ես, պետք չկա դրա մասին նախ բարձրաձայնել, լուրում ու տանում ես կամ վառում ես կամ գետնես նետում, իսկ ավելի ճիշտ եթե տեսնում ես նման խնդիր կա, գտել ես ու բացի այդ գիտես դա թուղթուգիր է, հրավիրում ես ձեր քահանային, որպեսզի գա ձեր տունը օրհնի։ Այսինքն չարից ազատի։ Մենք ինչ ենք անում տնօրհնեկի ժամանակ։ Օրհնում ենք տան աղը, հացը, ջուրը, այդ երեքի միջոցով մեր ամբողջ բերք ու բարիքը, եւ որպեսզի մեր տունն էլ դեվ կարող է կախարդություն առած չլինի, բայց մարդը կարող է չարությամբ քո տուն գալ։ Մենք չգիտենք ամեն մարդ ինչ զգացողությամբ է մտնում մեր հարկից ներս։ Չար մտադրություն ունի, բարի ունի, ուրախ է կամ տխուր է կամ քեզ համար չի ուզում որպեսզի դու հաջողություն ունես, նաեւ այդ չար տեսանել եւ անտեսանել զորությունը մաքրելու համար։ Եվ ամենակարևորը քրիստոնյան պիտի հիշի նա է, որ իր տան միանկյունը միշտ սրբապատկեր պիտի ունենա կախված եւ ցանկալի է որ քրիստոնյան իր տան մեջ ամեն շաբաթ երեկո հատկապես խունկ վառի, խնկարկի իր տունը, որպեսզի խունկ այդ անուշահոտությունը, որ տեսանելի աղոթքն է, սատանայի համար մերժելի է խունկը։ Այդ խնկի հոտը զգալուց չարի զորությունն է անհետանում։ Սրանք պետք է գործածել, քրիստոնյան պետք է հիշի, որ իր տան մեջ էլ ինքը պիտի աղոթի, միայն եկեղեցում չենք աղոթում, տանն էլ պիտի աղոթես, խունկ վառես, Աստվածաշունչ կարդաս, որպեսզի ամեն տեսակ չար զույգ քո տան մեջ կա եւ հատկապես գիտես ով է արել երբեմն այդ մարդկանց արած այդ չարությունը պարտություն կրի եւ քո տունը խաղաղ ու մնա։ Եվ մենք աղոթքի մեջ ինչ ենք ասում տնօրինի, քանի որ այս տան բնակիչները քեզ վստահեցին Տեր, թող իրենց հույսը Աստվածային օրհնությամբ պսակվի, որպեսզի անդադար փառավորեն ամենասուրբը։ Այսինքն քո հույսը Աստվածային օրհնությամբ է պսակվում։ Տուն պահողը, կառուցողը, շենացնողը Աստված ինքն է։ Երբ որ դու քո գործը հանձնում ես Աստծուն, Աստված էլ այդ ամենը պահում, պահպանում, վերադարձնում է քեզ ամբողջական։
մեզ թուղթ ու գիր անողի հետ ինչպես վարվենք։ Հիսուսը ինչ է ասում, աղոթեք ձեր թշնամիների համար, օրհնեք ձեզ անիծողներին։ Այսինքն այն մարդը, որ մեր հանդեպ թուղթ ու գյանք ամենամոտ հարազատը կա, սատանան էլ ասում նորից մեր ամենամտերիմ մարդկանց միջոցով է։ Օտար մարդ, երբ որ մեզ չի ճանաչում, ինչի պիտի գա մեզ վրա թուղթ ու գիր անի։ Նշանակում է մեր հարազատի սրտի մեջ նախանձ է դրել, չարություն է դրել, ատելություն է դրել, մեր հաջողության, մեր երջանիկ կյանքի, մեր ուրախության համար ինքն էլ ստիպված գնացել է, երբեմն անգիտակցաբար կարող է մարդը անել։ Այդ դեպքում մենք իրենց համար պիտի աղոթենք, այսինքն չարությանը չարության պետք չի պատասխանել, Տերն ինչ է ասում, իմն է վրեժ խնդրությունը, դու վրեժ մի լուծիր։ Երբ որ դու աղոթում ես քո հակառակորդի, հատկապես քո թշնամու հանդեպ, դու իր գլխին ամպեր ես կուտակում։ Այսինքն տիրոջն ես հանձնում քո դատը։ Երբ որ մենք մեր մարդկային գործոնով դնենք, որոշենք հարցը լուծել, գուցե թշնամություն անենք, հետո ավելի մեծ հանցանք ունես սպանության հասնի, դատի մեջ ընկնենք, ավելի մեծ խնդիրներ ունենանք։ Քննակի որ միակ շահող այդտեղով է դուրս գալիս սատանա։ Այսինքն այս մարդուն օգտագործեց, թշնամացրեց, երկու կողմն վնաս կրեցին, ինքը երջանիկ է։ Մեր նպատակն է, որպեսզի երկու կողմն էլ չպարտվի, թե թուղթ ու գիրանողը, թե ում դեմ որ արված է։ Երբ որ դու աղոթում ես այս մարդու համար, այդ զորությունը նվազում է, դու նրան էլ ես փրկում։ Մեր նպատակը ոչ միայն մեր փրկություն, այլև դիմացինին փրկելն է։ Հիսուս ինչի համար եկա, որպեսզի մարդիկ փրկություն ունենան։ Իրեն ատողներին, իրեն խաչողների համար Հիսուս ինչ ասեց, նրանք չասացին, չէ, կներես կամ զղջում են։ Տերը առանց նրանց խոսք ասել, ասաց հայրներիր, որովհետև չգիտեն թե ինչ են անում։ Երբեմն այդ նախանձը, հպարտությունը, բարկությունը, մեղքերը, որ թվարկեցինք, դրանք էլ պատճառ են դառնում անգիտակցաբար մեղքեր գործել։ Մարդը կուրանում է մեղքի պատճառով եւ կուրության մեջ ինքը չի հասկանում, որ իր հարազատին, այսինքն եղբայրը եղբորը ոնց կարող է չարություն, չէ, կամ քույրը եղբորը կամ քույրը քրոջը, ծնողը զավակի հետ խնդիրներ ունեն, ինչ կարիք կա դու գնաս սատանու մոտ կապես այդ մարդուն, մեղքի տակ դնես։ Այլ հակառակը, պիտի ամեն ինչ անես, որ այդ մարդը նաև փրկվի, ինքն էլ խաղաղություն գտնի։ Մենք այս օրինակը շատ տեսնում ենք անառակ որդու առակի մեջ, երբ որ կրտսեր անառակը եղբայր, երբ որ վերադարձավ, հայրը մեծ ուրախություն կազմակերպեց, ավագ որդին, երբ որ հանդից վերադարձավ, չուզեցավ ներս մտնել, ասեց քո այս տղան տարավ պոռնիկները կերավ, քո ունեցվածքը վատնեց, դու իր համար ուրախություն ես անում, իսկ ես որ մեկ հատ ամեն օր քեզ հավատարիմ ծառայել եմ, մեկ հատ ուլ չտվեց, որ իմ բարեկամների հետ ուտեմ, բայց հայրը խնդրում էր, որ ներս մտնի, չի ասում շարունակության մեջ ներս մտավ թե չմտավ, բայց տեսնում ենք, որ հոր նպատակը մեկն է, որ ավագ եղբայրը ատելությամբ, չարությամբ չլցվեր կրտսեր եղբոր հանդեպ եւ հետո գնար մեծ չարիքի մեջ հայտնել։ Ուզեց, որ հասկան, որ այս եղբայրը կորած էր, գտնվեց, ինքը մեղքի մեջ էր, մեռած էր, հարություն առավ, վերադարձավ Տիրոջ։ Եթե Տերը ներել է, մենք իրավունք չունենք չներելու։ Ներող Աստված է, դատանող Աստված է։ Մենք իրավունք չունենք մարդուն մեր մարդկային տկարություններով դատել կամ այդ մարդկանց չարախոսել կամ սպառնալ, այլ պարզապես պիտի ներենք։ Երբ որ դու ներում ես, նաև հնարավորություն ես տալիս այդ մարդուն, որ ինքը զղջում ունենա եւ ապաշխարության ճանապարհով վերադառնա սիրո դաշտ, սիրո մեջ ապրելու եւ գործելու